Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո, մայիսի 23 Դու ինձ համար արծաթով խնգեղեգ չես արել, Եսայի 43-րդ գլուխ 24-րդ խոսք Տաճարում երկրպագողները սովորություն ունեին անուշահոտ ընծաներ բերելու, որպեսզի այրեին Աստծո սեղանի վրա, սակայն Իսրայելն իր ապստամբության տարիներին շատ ձեռնփակ էր դարձել և ժողովուրդը քիչ ընծաներ էր մատուցում Տիրոջը։ Սա վկայում էր այն մասին, որ նրանց սրտերն Աստծո և նրա տան նկատմամբ սառնությամբ էին լցված։ Թանկագին բարեկամ, քեզ հետ երբևէ այսպես պատահել է։ Արդյոք այս խոսքի հանդիմանությունը, եթե ոչ հաճախ, ապա գոնե երբեմն չի վերաբերում քեզ։ Նրանք, ովքեր աղքատ են կարողությամբ, սակայն հարուստ են հավատքով, պակաս ընդունելության չեն արժանանա իրենց ընծաների փոքրության համար, բայց ով աղքատ բարեկամ, արդյոք դու Աստծուն տալիս ես իր հասանելիքը, թե որբևայրու նաքարակիտը հետ ես պահում սուրբ գանձանակից։ Հարուստ հավատացյալը պետք է գոհանա իրեն հանձնված տաղանդի համար, սակայն չպետք է նաև մոռանա, որ իր վրա մեծ պատասխանատվություն կա, քանի որ ում շատ է տրված, շատ էլ կպահանջվի։ Բայց ով հարուստ հավատացյալ, արդյոք դու հետևողական ես քո պարտավորությունների նկատմամբ և արդյոք քո ստացած օգուտից Աստծուն տալիս ես իրեն պատկանող բաժինը։ Տեր Հիսուսն իր արյունն է տվել մեզ համար, ինչ մենք պետք է տանք նրան։ Մենք և մեր ողջ ունեցածը նրանն են, քանի որ նա մեզ փրկագնել է, որ մենք իրեն պատկանենք, և միթե կարող ենք այնպես գործել, կարծես մեր անձերի տերը մենք ենք։ Օ եթե միայն մենք ավելի շատ սրբանայինք, օթե ավելի շատ սեր ունենայինք։ Օրհնյալ Տեր Հիսուս, ինչ մեծ շնորհք է մեզ համար, որ դու ընդունում ես մեր արծաթով գնված քաղցր խնկեղեգը։ Ոչինչ չի կարող փոխհատուցել քո անզուգական սիրուն, սակայն դու բարեհաճությամբ ընդունում ես մեր անկեղծ սիրո նույնիսկ ամենափոքր ընծաները։ Դու ընդունում ես մեր խղճուկ անմոռուկները, որպես թանկարժեք նվերներ, մինչդեռ դրանք նման են դաշտային ծաղիկների մի հասարակ փնջի, որ երեխան նվիրում է մորը։ Թող մենք երբեք ժլատ չլինենք քո հանդեպ, և այս պահից սկսած երբեք առիթ չտանք, որ դու կրկին հանդիմանես մեզ մեր սիրո ընծաները հետ պահելու համար։ Մենք քեզ կտանք մեր երախայրի պտուղները, ամեն բանից 10-րդ կվճարենք, իսկ հետո կխոստովանենք, որ քո ձեռքից ստացած տվինք քեզ։ Առաջին Մնացորդաց 29-րդ գլուխ 14-րդ խոսք։